Так, это եկանք ոչմ պայպերը թազա տղեք ուսելենի արած տուրբոներն այս ձևի տուրբոներ չկան, էցա կաստոմի սարկած տուրբոներ են սրանք զակազով չես կարա սենց բան բերես են 54-ի ամենամեծ տուրբոները չեն 19 տուրբոներից մի քանի անգամ մեծ է մի խոսքով ենթադրում եմ իմաստը 500 է ու ավել իմ մտածելով պետքա 600 լինի մոտավորապես 600-ին էս ավտոն դաժե 500-ին է հագին գուրջա 600-ին հավեսով պետքա որ լինի բայց տղեկ հիշեցնում եմ էսի իմ մոտի ծրագրերով էս ավտոն պետքա Այս ամեն ինչը, այս դաժե այս աստե թազա գալովկա ունենք, այս գալովկեն ենք փոխվում, մոտորի գալովկեն պիտի փոխվի։ Մոտորի գալովկեն փոխվում է, տուրբոները փոխվում է, պայպերը փոխվում է, բենզինի սիստեմն ուժեղացնում ենք։ Ունեմ լիքը ծրագրեր կա։ Խառը նայես, սպիրտով կքշես, նայած գառասկոյ բենզինով կքշես։ Պետքա որ մի 600 լինի, եթե ոչ ավել։ Մոտավորապես հաշվարկային այդքան պետքա որ լինի։ Բարդություններ մենակ առաջացնի։ Ու այսքանը այս ամեն ինչից հետո ինձ թվում է արդեն կարոպի հերթը գալի, գիդրոմուֆտի հերթը գալի, որտեղ գիտեմ որ չի դիմանալու, вообще չի դիմանալու։ Կքշեմ, չգիտեմ, ինչքան կաշխատի։ Դրանից հետո նոր կեթանք կարոպկա ուսիլենի անելու, երևի թե գիդրոմուֆտ ուսիլենի անելու։ Տենակ ոնց է իրան վայելու ապա, չեմ մոռանում։ Կհավաքենք Երևանի նո ոնց է դառնում ինքը։ Լիքը գործ է։ I can feel the love when you feel it too. I can feel it all. I can feel it all. You know I said it too. I can feel the love when you feel it too. I can feel it all. I can feel it all. I gotta tell you, gotta tell you, gotta tell you. There's the letter. Now look at it. I see she can't go to them yesterday. Հերիքա նայեք, հավաքած արդեն, հավաքել ենք, տղեկ ենքան դժվարություններ եղավ, չեք պատկերացնում, լիքը դժվարություններ եղե, կապված
բանի պայպերի հետ, ոնց հասկանում եմ պայպերը 4 քաշողի համար չէր, հետ քաշողի համար էր մի խոսքով այդ ուզորները մի փոքր տենց ուրիշ ձև էր։ Մի խոսքով վնեցարինք տեղադրինք մեր ընկերոջ օգնությամբ, Google-ի օգնությամբ, ախպեր ջավոց սախտես։ Իր օգնությամբ մի խոսքով կարացանք պայպերը տեղադրենք։ Տղեկ, այսքան գործը որ ես արել եմ, միտում չկա որ տենց սարքեմ 800 դիաուր, 700 դիաուր, չէ։ Հերիքա դաժե 600 դիաուրը ես գիտեմ որ ինքը հնարավորություն ունի դաժե, չգիտեմ, ինչքան փող դնես, այնքան ինքը կուժեղանա, 1500 դիաուրը կուժեղանա, ախպերներ։ Ստե հետաքրքիրը այն ա եղել իմ համար, որ ես իմ ձեռներով կարացել եմ այս ավտոն ուժեղացնեմ։ Ու հիմա ինչքան է ուժեղ, նու իմ մտածելով այս պահին արդեն մի 600-ի կա։ 580-ից 600-ի հնարավոր է եւ ավել, ես չեմ կարա точно ասեմ, բայց ես հեսա արդեն հեսա ուր ժամի կհելնենք կչափենք։ Ինձ թվում է, եթե ավտո չլինի քշելու, կհելնենք մի հատ զամեր կանենք, տենանք 100-200 ինչքան է այդում։ Ես ես գլխից ասեմ 100-200 սպիրտով, ավտոն գնացել է 8.3։ Էդի մոտավորապես մի 500-ի պետք է, որ տենց ռեզուլտատով եթաս։ Այս ավտոյի վրա պետք է այդ ձիերը, բայց 600-ին 7-ի մեջ է այդում արդեն։ Պլյուս մինուս տես 7.6, 7.5, չգիտեմ, 7.5, չգիտեմ, 7.600-ի, նայած, մի խոսքով, տարբեր ավտո, տարբեր ձևի է այդ հալու ունեցա տարբեր ձիերի տակ։ Ահակին փոխվել է, տուրբոները փոխել եմ, կոնկրետ տուրբոների մասով եմ մի հատ բան ուզում ասեմ, այս տուրբոները ես եմ որոշել, այդ դեմի թևերը ոնց են, ես եմ որոշել իրան ինչ չափի սարքեմ, կոնկրետ այն տուրբոները, որ հիմա սրա վրա իմ մտածումն է, տենց ինչ-որ մի հատ բան չկա, որ զակաստած գա էդի կոնկրետ, ասենք էդի սարքած կոնկրետ կաստամնի տուրբո է, 19-ից մեծ է, ես սենց ասեմ, 19-ն պուջուր է իր դեմը, փոքր է իրանից, 94-ի տյունինգի մասին այնքան շատ թեմա կա, որ այս վիդեոյի մեջ այդքան չեմ կարող ասեմ, չգիտեմ, եթե ինչ-որ մի բան հետաքրքիր կլինի ինֆորմացիայի համար, ինչ-որ մեկի ինչ-որ մի բանով կարամ օգնեմ, խնդիր չկա, ապիսանիայում, Instagram, Facebook կա, կարաք մտնեք, կապնվեք իմ հետ, ինչ պետք է, թե տուրբոների պահով, թե չգիտեմ, դե ասենք ոնց ուսելելի անեք, ինչ անեք, կարամ ընդհանրապես ընկերական խորհուրդ տամ։ Փոխել ենք գալովկին, փոխել ենք պայպերը, փոխել ենք տուրբոները, հեսա մի քիչ էլ բենզինի սիստեմն եմ ուժեղացնում։ Իմ ջոգելով 600-ին կա։ Custom կա արաշի, հասկանում եք։ Այս ավտոն custom ծրագիր չունի, custom soft չկա։ Ես կարամ այդհամ տղեկի մոտ, այդհամ մի հատ custom soft գցեն մեջը, դառնա 750։ Ես պատկերացնում եմ, որ այս ավտոյին մի հատ 1.6 փչենք, խոսքի կա 1.7 փչենք։ Ես ձև այդանում, չգիտեմ։ Իմ այսքան չարչարանքի արդյունքը 600-ին էր, ինքը դառել է 600-ին։ Տղեկ, ես գիտեմ մեր Հայաստանում լիքը ուժեղ ավտոներ կան, լիքը հզոր ավտոներ կան, սրանից շատ արագ են, բայց անես չի էլի, որ կարամ հենց հիմա ես M4 առնեմ, ու M4-ը սարքեմ 1000-ի, չէ, այդ հնարավորությունը չունեմ էլ։ Բայց ինչը որ հիմա ես ունեմ իմ ավտոն, կարող եմ այդքանը ես ռեալիզացնեմ, կարանամ սարքեմ իրան 600-ի իմ մտածումով, իմ տանջանքով, էդի ամենամարտու խելքի բանն չի, ինչ ճիշտ է, ճիշտ է։ Տրասան ազատվի, կելենք կտեմ մի հատ հելը կփորձենք տենանք ինչ ձև է իրան պահում։ Դրանից հետո փորձենք տղեկի հետ քշենք, մի քանի հատ ավտոների հետ քշենք, տենանք ինչ տարբերություն կա էլի։ Նոր դրանից հետո արդեն երբ որ էլ ես չեմ կարանա իրան հզորացնեմ էլ ավելի, երբ որ եթե ես չեմ կարանա ուժեղացնեմ, այդ վաղտ կեթանք ծրագրերը հատուկ չգիտեմ, տղեկից մեկին կխնդրեմ, կասեմ, որ մի հատ ուժեղ սոֆտ գրեն, սարքեն, դառնա, չգիտեմ, 100-ից 200-ը 500 են։
կդառնա, որ ուզենամ կդառնա։ Ուզում էի դառնալ 600 դառավ։ Մի վաղ ուզում էի դառնալ 500 դառավ։ Համի որ պետքա 700 դառնա, ուզենամ կդառնա հաստատ։ Դե вообще խնդիր չկա։ Եթե մի բան անունը տուրբո է, ինչքան փող դնես, այնքան հզորանալու է, այստեղ թեմա չկա ընդհանրապես։ Մատորի հարց չի, էլի։ Փողի հարցը զուտ։ Ինչ որ փոխել եմ տղեկի օգնությունն էլ է պետք եղե, հենց Google-ի օգնությունն է պետք եղե, որ պայպերը լրիվ իդեալական նստի տեղը, որտեղ մի փոքր խանգարող բաներ կար։ Մեկ էլ մեր հարգելի դրուգի օգնությունն է պետք եղե, Արմենի օգնությունն է պետք եղե, որ բաներ կար ավտոյի վրա անելու ինքն է արե, ինքն է ինձ օգնե, նու սենց դեպքերում ընկերության օգնությունը միշտ էլ պետք է գալի, ես սենց ասեմ, առանց ընկերների օգնությամբ գործանելը ինձ թվում է ահագին դժվար բան։ Առանք կեր կեր փողոցին ես կեշեն նայում են սենց սպիրտը լեցնում ավտոյի մեջ ասում են ար ես ինչ անում մեկ-մեկը գալի հարցում են ախպեր էդ ինչ ես անում սպիրտ եմ լեցում ախպեր էդի կարելի է Այ Բելավ կանի միձեռով նկարել, միձեռով էսի լցնել հարվար չի, էլի, ուզում եմ ասեմ Այսքանը, թու, ես քո, արիստ է Այսքանը պտի լցնեմ, նո, լավ Ինչ ասեմ, տվեք, սպասելիքներս շատ, գոնե 7-ի մեջ հետանք Եթե պրոստը սենց, առանց բուստապ անելու ես ավտո Եթե 7-ի մեջ գնաց տղեք մեթանոլը կապում եմ ես ավտոյին ապե շատ չեմ ասում, 2 բար չեմ ասում 2 բար հնարավորություն ունի ես տուրբոն փչելու հանգիստ, ասենց 1-ից 1 ջորի պրոստը 1.6 բար կաստմնի, խոսքի չգիտեմ 3.40 հա լավ, սենց ասեմ մի հատ կաստմնի 3.40 հանգիստ 6 վարկյանի տակերը կետա 6 վարկյանի տակերը, այսինքն 6.3, 6 թոկես է թա լավ, բայց հանգիստ կետա սպասեք տնակ ես ինչ անում, էսի բարով խերով անենք, նոր 6-ի մեջ կետանք, նոր հետո 5-ի մեջ կետանք, տնակ, քիչ-քիչ ենք եթում, բայց զատո եթում ենք տղեք Так Տրակին ինչ չարես, չգիտեմ Նայ 7.61 Ֆու Հազի մի հատ լավ թիվ տեսանք ոնց որ մի հատ 7.60 մի վարկյան մի հատ 7.67 եմ գնացել եթե չեմ սխալվում մի վարկյան
վերջի 7.64 մի հատիկը մի հատիկ 7.64 եմ գնացել այս մեկը 7.60 ինչքան էր 1 մի վարքյան ամենավերջը 7.61-ը գնացել ինչ կասեք չեմ ման Արա դե որ ասեմ հենց հիմա 600-ի թե մի 580 բան տենց չգիտեմ հələ կոմենտարիանում գրեք ձեր մտածելով քանի ձի կլինի տվեք այս ավտոն հիմա Չէ, այս կողմից նայեք մի հատ 7.8 գնաց մի հատ 7.8 է գնացել լավ մի հատ էլ փորձեմ Օհո, ստե ոնց որ մենք ուրիշ տիվ եմ տենում, լավ, 7.5 հիմա է, 7.5, նու, տղեք, չգիտեմ, վատ թիվ չի, 7.5-ը շատ լավ թիվ է, 7.5-ը շատ լավ թիվ է, այ հիմա մի հատ հələ կոմենտարիաներում ասեք, հիմա քանի ձի կլինի, չգիտեմ, իմ ջոկելով կա մի 580-ը կա, լավ 600 է ես մտածում կարա մի 580 բան, տենց լնի Արա բաց չէ, լսի 7 վարկյան 0.5-ը իջեցնել ախր հեշտ է, ու պրիտոմ ես հələ X-HP չունեմ, մի հատ X-HP եմ անում, մի հատ 0.3 իմ ջոգելով վնդեք իշնի, թո 0.2 իշնի, ու մի քիչ էլ boost-up եմ անում, boost-ը հանում եմ, ջոգում եմ օրս արեմ 6-ի մեջ հանգիստ կետ հաղպեր, շատ հանգիստ, արա շատ հանգիստ Չգիտեմ, ես գոհ եմ աղպեր, ես բեսամ գոհ եմ 7.5-ը շատ թունք է, շատ թունք է Արա տղեք, բայց չեք պատկերացնում ինչ ձև է էտում Արա շատ թունք է էտում է Մանավանդ 92-ի մեջ էլ այս աշշենին շատ ուժեղ է աղպեր, շատ կայֆ ես բռնում Նու, արա էլ ինչ կարամ ասեմ, աղպերներ Հələ որ կբավարարվենք մի խոսքով 7.5 վարկյանով Հələ որ կբավարարվենք, բայց դե մի հատ մի մոմենտ, արա դե միշտ մի հատ խնդիրը լում է կոճերի հետ կապված, ոնց որ մի քիչ պրոբլեմ կա, չգիտեմ ոնց որ հիմա ավելի լավ է հետում, բայց լավ, ոչ եմ, էլ չեմ հելնում թազա չափ եմ բան տենամ ինչա ոնց է, լավ կլինի, թո ավելի լավ։ Մի խոսքով, ես ինչ գործ արել եմ, ինձ թվում է
վատ արդյունք չկա, առանց ծրագրերի boost հանելու բան, տենց այս մոմենտները, որ հաշվի չառնենք, մի կողմ դնենք, որ էդի պետքա հələ իմ դեմն է, պետքա արվի, պլյուս մեթանոլ, բան, տղեկ լավ թվեր կարամ ստանամ։ Չնայած հիմա էլ ինքը դանդաղ ավտո չի, ինքը շատ արագ ավտո է, 7.5 գնացող 100-200 €, դա շատ արագ ավտո է։ Համարվում։ Անեցա գոհ եմ ես իրանից։ Չգիտեմ։ Ձեր կոմենտարիաները մի հատ կարա գրեք, դուք ի չեք մտածում, չեմ մնացա Արա դե շատ հզորն էլ տենց եսի միշտ չի էլի, հարց չկա, շատ հզոր ես ելնում։ Արա բայց հետդ քշող չի լինում էլի։ Չոտքի ես շատ վաղ փոխում եմ մի հատ ուրիշ բան եմ, ուրիշ ծրագիր եմ դնում վրան, որ ինչ-որ մի հատ աղբոր հետ թեթև գաստամ ջոգիկ։ Մերսի այն տղեկին էլ, ովքեր որ մասնակցություն են ունեցել հզորացնելու պրոցեսին։ Բան թեստրիմներից, դոնատներից եկած փողերն է ծախսվել դաժե այս ավտոյի վրա, վերքի էներգիան է ծախսվել այս ավտոյի վրա։ Մի խոսքով ով էլ որ ինձ օգնել է, գոհ շնորհակալ եմ, ապրեք ախպեր։ Մերսի։ Էլ ինչ ասեմ, ասեք ասեմ։ Всё, տղեկ ջան, մերսի, ապրեք որի մետ եք։ Մերսի որ վիդեոն նայել եք։ Ну, սպասենք տենանք հետագա ինչա մեզ սպաս։ Թե ավտոյի հետ, թե գոնկեկի հետ։ Լավ մնացեք, հանդիպենք։